Ձայնը տրվում է տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի թեկնածու Սրփուհի Հակոբյանին, համեցեք։ Բարև ձեզ։ Ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգելի պատգամավորներ։ Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ պարոն նախարարին իմ թեկնածությունը տեղեկատվական համակարգերի կարգավորման ինքնավար մարմնի հանձնաժողովի անդամ առաջարկելու եւ ներկայացնելու համար։ Շնորհակալ եմ ընձեռնված հնարավորության համար եւ ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ տեսլականը Հայաստանում տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի անելիքների, մարտահրավերների եւ ապագայի վերաբերյալ։ Հարգելի պատգամավորներ, կյանքիս ամենաբեղմնավոր տարիները այն է 1997-ից 2022 թվականը ընկած ժամանակահատվածը աշխատել եմ Հայաստանում եւ Հայաստանից դուրս ֆինանսական աուդիտի ոլորտում։ Այս ոլորտում հասնելով մասնագիտական հնարավոր բոլոր բարձունքներին։ Եվ երբևէ չէի կարող պատկերացնել, որ այս տարիքում կլինի մի ոլորտ, որը ինձ կողքեվորի, կմոտիվացնի այնքան, որ ես կորոշեմ վերադառնալ Հայաստան եւ կաշխատեմ նոր գիտելիք եւ նոր փորձ ձեռք բերելու ուղղությամբ եւ այդ նոր գիտելիքը արդեն իսկ ունեցած փորձի եւ գիտելիքի հետ ներդնելու իշահ մեր պետության եւ մեր հանրության։ Պարզվեց, որ այդպիսի ոլորտ կա եւ դա թվայնացումն է։ Ինչու՞։ Քանզի թվայնացումը այն ոլորտն է, որը հեղափոխում է մեր կյանքի բոլոր ոլորտները։ Լինի դա առողջապահություն, կրթություն, գիտություն, տրանսպորտ, հանրային ծառայություններ, նույնիսկ զվարճանք։ Թվայնացումը հեղափոխում է բոլոր ոլորտները եւ թվայնացումը ստեղծում է նոր ոլորտներ, նույնիսկ այնպիսի ոլորտներ, որոնց մասին մենք ներկայումս որևիցե մի ինֆորմացիա չունենք, բայց ոլորտը արդեն կա, գործում է եւ գոյություն ունի։ Թվայնացման արդյունքում շահում են բոլորը։ Շահում է քաղաքացին, շահում է գործարար միջավայրը եւ շահում է հանրությունը եւ պետությունը։ Հարգելի պատգամավորներ, ես հասկանում եմ, որ ոչ մի նորություն չեմ ասում, որ դուք այս ամենի մասին շատ լավ տեղյակ եք եւ շատ լավ գիտակցում եք։ Եվ դրա վառ ապացույցն է, որ 2025 թվականի վերջին դուք ընդունեցիք այն անկյունակարային օրենքները, որոնք այլևս պետք է հիմք հանդիսանան որակյալ, տվյալահեն, մարդակենտրոն թվայնացման եւ ինչու ոչ, մարդակենտրոն տվյալահեն պետական կառավարման համար։ Ինչպես նաեւ ապահովեն թափանցիկ, հաշվետվողական, հետագծելի անվտանգ համակարգեր, միաժամանակ այդ համակարգերից օգտվող եւ ուզում եմ շեշտադրել, եւ անհրաժեշտ հմտություններով օժտված քաղաքացիներ։ Հենց այս օրենքների արդյունավետ կյանքի կոչման համար է ստեղծվում տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմինը։ Այն պետք է ապահովի անհրաժեշտ ճկուն եւ բարենպաստ կանոնակարգերի ընդունումը եւ կիրառումը։ Աշխատի այն ուղղությամբ, որ հանրության յուրաքանչյուր անդամի նախընտրելի լինի օգտվել պետության կողմից մատուցվող թվային ծառայություններից, որ այդ ծառայությունները լինեն հարմարավետ, խնայեն ժամանակը թե քաղաքացու, թե պետական մարմինների համար։ Միաժամանակ նորաստեղծ մարմինը հանրության համար պետք է ստեղծի բարենպաստ պայմաններ, ձեռք բերելու այնպիսի հմտություններ, որոնք անհրաժեշտ են թվային դարաշրջանում քաղաքացի եւ թվային ոլորտի աշխատող լինելու համար։ Մեկ առիթով Հայաստանի Հանրապետության վարչապետը վերլուծել է, թե ինչու մեզ չի հաջողվում թվայնացման ոլորտում հեղափոխական փոփոխություններ իրականացնել կամ առնվազն իրականացնել այն տեմպերով, որ մենք կցանկանայինք։ Իր վերլուծության արդյունքում եզրակացնելով, որ մենք այնքան էլ լավ չգիտենք, թե ինչ է թվայնացումը, ինչի համար է թվայնացումը եւ ինչ կողմեր եւ շերտեր ունի, եւ որ մեր չիմացությունը
մեր առաջընթացի դանդաղության հիմնական պատճառն է։ Թույլ տվեք առանձին անդրադառնամ այս վերլուծության յուրաքանչյուր հարցադրմանը։ Առաջին, ինչ է թվայնացումը։ Թվայնացումը տեղեկատվության փոխակերպումն է թվային ձևի։ Այն ենթադրում է տվյալների, գործընթացների, ծառայությունների, մարդկանց եւ պետական համակարգի, գործելակերպի եւ վարքագծի փոխակերպում, թվային ձևաչափի, թվային միջավայրի։ Ինչ եմ ուզում սրանով ասել։ Այն, որ ճիշտ սկզբունքների վրա հիմնված եւ իրականացված թվայնացումը դա անցումն է կառավարման ավտոկրատ, բյուրոկրատ համակարգից մարդակենտրոն եւ տվյալահեն արդար համակարգի։ Երբ քաղաքացին ստանում է ծառայությունը, որովհետև իրավունք ունի այդ ծառայությունը ստանալու եւ այդ ծառայությունը ստանալու համար չի գրում դիմումներ, գնում որևէ գործակալություններ, խնդրում, ինչու՞ չէ նաեւ նվաստանում։ Այս ծառայությունների լավագույն տարբերակը դա պրոակտիվ տարբերակն է, երբ քաղաքացին ստանում է ծառայությունը այն պահին, երբ այդ ծառայությունների համար բոլոր պահանջներին բավարարում է եւ այդ ծառայության անհրաժեշտությունը ունի։ Հակառակ դեպքում, ինչպես դուք ասեցիք, թվայնացումը կկրի ձևական բնույթ, թվային գործիքներով պարզապես կվերարտադրվի գոյություն ունեցող պետական վարչարարությունը։ Ես համոզված եմ, որ նորաստեղծ հանձնաժողովի եւ նրա գործունեության իմաստը հենց նրանում է կայանալու, որ հանրային ծառայությունները ի սկզբանե մշակվեն եւ ներդրվեն այնպիսի սկզբունքների հիման վրա, որոնք կապահովեն այդ փոխակերպման արդյունավետությունը։ Նախորդ ելույթ ունեցողները երկուսն էլ անդրադարձան այս սկզբունքներին, ես մանրամասների վրա չեմ անդրադառնա, բայց նորից կթվարկեմ, եթե հարցեր կլինեն, ուրախ կլինեմ պատասխանելու։ Այդ սկզբունքներն են մարդակենտրոնության սկզբունքը, տվյալահեն կառավարման եւ փոխգործելիության սկզբունքը, թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքը, անվտանգության եւ գաղտնիության սկզբունքը։ Բերեմ օրինակ։ Այսօր մենք գիտենք, որ ծառայությունների մատուցման եւ ծառայությունների ստացման ընթացքում բազմաթիվ փաստաթղթեր են պահանջվում քաղաքացուց։ Եվ այդ փաստաթղթերի քանակը նաև անդրադառնում է ծառայությունների մատուցման ոչ օպտիմալ ժամկետների վրա։ Տվյալահեն եւ մարդակենտրոն ծառայություն նշանակում է, որ ծառայությունը պետք է հիմնված լինի համակարգում արդեն իսկ գոյություն ունեցող տվյալի վրա եւ ոչ թե փաստաթղթի։ Եվ որ 3-4 տարբեր ծառայություն ստանալու համար քաղաքացին անհրաժեշտություն չունենա 10-20 տարբեր փաստաթղթեր ներկայացնելու։ Այս փոփոխությունը ապահովելու է տվյալը մեկ անգամ սկզբունքով, համաձայն որի ծառայության տրամադրողը իրավունք չունի քաղաքացուց պահանջել այն տվյալը, որը մեկ անգամ արդեն տրամադրվել է եւ արդեն իսկ գոյություն ունի համակարգում։ Այս 4 սկզբունքների կիրառումը թույլ կտա իրականացնել պետական համակարգի գործելակերպի եւ վարքագծի փոխակերպումը թվային ձևի։ Ինչի համար է թվայնացումը։ Սա երկրորդ հարցադրումն էր։ Բոլորս գիտենք, թվայնացման նպատակն է բարձրացնել պետական կառավարման արդյունավետությունը, տնտեսության մրցունակությունը, նվազեցնել կոռուպցիան եւ ապահովել քաղաքացիների բարձր գոհունակությունը։ Եվ զարմանալի չէ, որ 2026 թվականի համաշխարհային երջանկության ինդեքսի հաշվետվությունում Հայաստանը լինելով տարածաշրջանի առաջատար, այնուամենայնիվ համաշխարհային մակարդակով զբաղեցնում է 80-ից 90-ական հորիզոնականները, քանի որ դեռ շատ անելիքներ ունենք այս ուղղությամբ։ Համաձայն այդ հաշվետվության երջանկության ինդեքսը հաշվարկվում է տնտեսական աճի, պետության հանդեպ վստահության, պետական մարմինների, ինստիտուտների որակի եւ մարդկային հարաբերությունների հանրագումարով։ Առաջատար երջանիկ երկրների փորձը ցույց է տալիս, որ թվայնացումը նպատակ ունի բարձրացնել պետական կառավարման, տնտեսության մրցունակության եւ հանրային ծառայությունների արդյունավետությունը, ինչպես նաև ընդլայնի քաղաքացիների եւ մասնավոր հատվածի համար հանրային ծառայությունների հասանելիությունը եւ մատչելիությունը։
Թվայնացում նշանակում է պետական կառավարման գործընթացների թափանցիկություն, կոռուպցիայի զգալի նվազում, մինչև իսպառ արմատախիլ անելը եւ գոհունակ, ինչու՞ չէ նաեւ երջանիկ քաղաքացի, որպես արդյունք ուժեղ պետություն։ Զարգացած երկրներում արդեն վաղուց թվայնացումը ձեռք է բերել կենսական նշանակություն ամբողջ տնտեսության համար եւ ոչ միայն դարձել է տնտեսության առանցքային ոլորտ, այն դարձել է առանցքային տնտեսության մնացած բոլոր ոլորտների հաջողության համար։ Հարգելի падգամավորներ, անցնելով երրորդ հարցադրմանը, այն է, որ մենք չենք հասկանում թվային ճարտարապետության բաղադրիչները եւ շերտերը, ցանկանում եմ շեշտել, որ պարզ թվացող ծառայությունների հիմքում բարդ եւ բազմաշերտ թվային ճարտարապետություն է ընկած։ Ցավոք անցյալում մենք այստեղ ունեցել ենք խնդիրներ, քանի որ այդ ճարտարապետությունը չի եղել միասնական եւ պարտադիր, չի ունեցել օրինական ուժ, արդյունքում տարբեր գերատեսչություններ ստեղծել են տարբեր լուծումներ, ստանալով տարբեր որակի, տեսքի, արժեքի ծառայություններ, առաջացնելով անառողջ կախվածություն մատակարարներից։ Սահմանափակելով ծառայությունների մասշտաբայնացման, անվտանգության ապահովման հարցը եւ միաժամանակ խոչընդոտելով համակարգերի զարգացմանը։ Իրավիճակը սակայն փոխվել է, հարգելի падգամավորներ, ի շնորհիվ ձեզ, երբ դուք ընդունեցիք հանրային տեղեկությունների մասին, տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին, կիբերանվտանգության մասին եւ բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքները։ Հիմա հաջորդ քայլը կարգավորող մարմնի կողմից միասնական թվային ճարտարապետության ձևավորումն է։ Իմ պատկերացմամբ տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմինը պետք է մշակի թվային ճարտարապետության մետամոդելը, սահմանի այդ ճարտարապետության տարբեր շերտերի համապատասխանության նվազագույն պահանջները, ստանդարտները, մշակի ճարտարապետության կիրառման մեթոդոլոգիան, ծրագրի եւ իրականացնի համապատասխանության աուդիտներ։ Համաձայն կարգավորման ինքնավար մարմնի մասին օրենքի եւ այստեղ ուզում եմ մեջբերում կատարել։ Հանձնաժողովը կազմակերպում է թվային ճարտարապետության, այդ թվում պետական տեղեկատվական համակարգերի տեղեկություններին թվային անվտանգ միջավայրում հասանելիության, կառավարական ցանցի, տվյալների փոխանակման եւ այլ շերտերի պետական տեղեկատվական համակարգի կառավարման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, միջգերատեսչական համակարգի մշակումը, կառավարումը, զարգացումը, հոստինգը եւ օգտագործումը, միջազգային պայմանագրերի հիման վրա դրանց ինտեգրումը այլ տեղեկատվական համակարգերի։ Այստեղ գլխավոր հարցը, թե հանձնաժողովը ինչ գործիքակազմի միջոցով պետք է իրականացնի այս խնդիրները։ Ինչպես արդեն նշեցի, թվային ճարտարապետությունը բազմաշերտ է։ Այս շերտերը միտված են պետական մարմինների եւ մասնավոր հատվածի միջև գործակցության շրջանակ ստեղծելուն։ Նրանք միանում եւ իմաստավորվում են թվային ծառայությունների մատուցման շերտում։ Այն քաղաքացիների եւ պետության շփման հիմնական կետն է։ Որպեսզի տարբեր շերտերի մասին խոսելիս չկրկնվեմ, ասեմ, որ յուրաքանչյուր շերտում կարգավորման մարմինները պետք է լինի հստակ սահմանել ստանդարտներ, ապահովել դրանց կիրարկումը, ապահովել կիրարկման ուղեցույցները եւ վերահսկել համապատասխանությունը։ Եվ այստեղ ես կարևորում եմ տվյալային շերտը եւ հիմնական բաղադրիչների եւ ենթակառուցվածքների շերտը, տվյալը մեկ անգամ սկզբունքը, քանի որ նախորդ ելույթ ունեցողները մանրամասը կանգ առան, նորից չեմ ուզում կանգ առնել այդ շերտերի վրա, ուզում եմ ասել, որ ճարտարապետության հաջող կիրարկման հիմնական մարտահրավերը դա այսօր կարողությունների պակասն է։ Հարգելի падգամավորներ, կրթությունը Հայաստանի ռազմավարական առաջնահերթությունն է եւ անվտանգության հիմնական երաշխիքը։ Հարգելիներս, թվայնացման համատեքստում մենք պետք է կրթենք թե քաղաքացիներին, թե մասնագետներին, թե պետական ծառայողներին։ Բայց ամենակարևորը մենք պետք է ձևավորենք արժեքային համակարգ, որտեղ օրենքի պահպանումը եւ ստանդարտներին հետևելը դառնում են բնական վարքագիծ, քանի որ հաջողված հասարակությունը
Դրանք օրինապաշտ հասարակություններն են։ Հաջողված մասնագետները դրանք ստանդարտներին տիրապետող եւ ստանդարտներին հետևող մասնագետներն են։ Այլապես մեր աշխատանքը արդյունավետ չի լինի։ Հարգելի падգամավորներ, ես ունեմ երազանք, որ ուզում եմ կիսվել ձեզ հետ որպես վերջաբան։ Ես երազում եմ ապրել այն Հայաստանում, հզոր եւ խաղաղ Հայաստանում, որտեղ մարդիկ չեն հեռանում, որտեղ այստեղ նրանք ապագա են տեսնում, որովհետև այստեղ են ծնվում եւ իրականություն դառնում նրանց հույսերը, երազանքները, այստեղ են նրանք սովորում, աշխատում, սիրահարվում, ընտանիք կազմում եւ ծերանում արժանապատվորեն։ Ես երազում եմ տեսնել մի պետություն, որը միշտ կլինի մարդու կողքին։ Պետություն, որտեղ քաղաքացին պաշտպանված է ուժեղ եւ խելացի համակարգերով, իսկ այդ համակարգերի գագաթում մարդակենտրոն, արդյունավետ եւ վստահելի թվային ծառայություններն են։ Ես ուզում եմ ապրել հենց այդ Հայաստանում, խաղաղ, արդար Հայաստանում, մարդկային Հայաստանում, որտեղ քաղաքացին պաշտպանված է անտեսանելի, բայց ուժեղ ձեռքերով, եւ որտեղ մարդու կյանքի ճանապարհը ծնունդից մինչև ծերություն ուղեկցվում է արժանապատիվ, խելացի եւ մարդակենտրոն հանրային թվային ծառայություններով։ Հարգելի քաղաքացիներ, ես չեմ ուզում միայն երազել։ Ես հասկանում եմ այս պատասխանատվությունը եւ հասկանում, որ այն հնարավորություն կտա ներդնելու իմ ջանքերը լավագույնս ձեզ հետ միասին այդ ապագան մեր պետության եւ հասարակության համար կերտելու համար։ Շնորհակալություն։